Այստեղ մի փաստաթուղթ ուղղակի Հուվերի ժամանակ, չգիտեմ ինչքանով այստեղ երևում է, բայց այստեղ այն երկրներն են, որտեղ բանը քվոտաներն են տված Հայաստանի ներգաղթի իրավունքի նա վերաբերում, եւ սա կարծեմ 29 թվականի փաստաթուղթ է, եւ այս երկրները կա, եւ եթե նայեք այստեղ այս ձախ սյունակում առանձին կա Արմենիա։ Այսինքն մեզ ոչ չէ, չէ՞, մեզնից ներշնչում են ոնց Հայաստանը եկան, գրավեցին, վերջացավ եւ այլն։ Ոչ, Միացյալ Նահանգները շարունակել է Հայաստանի անկախությունը ճանաչել մինչև 1933 թվականը։ Եվ մինչ այդ երբ որ դուք նայում եք բոլոր քվոտաների մեջ որտես պետություն տրվում է, այստեղ նայում եք, չէ՞, ասենք Չայնա կա, Ալբանիա, Աֆղանստան, չգիտեմ, Նեպալ, բան, այդ թվում Արմենիա։ Եվ հետաքրքիր է, որ ասենք Արմենիա 100 հոգի, դա այն թիվն է, որը, ասենք, միջին եվրոպական երկրներին տրվող մարդկանց քանակն է, բայց սա կարևորն է, որ սա պետական մարմնի որոշումները, որը մի անգամ եւս վկայում է, որ Հայաստանի անկախությունը շարունակվել է ճանաչվել, սա շատ կարևոր հանգամանք է։ Սա նաեւ կարևոր, որ 1927 թվականին, երբ որ Սենատը անդրադարձավ ամերիկա-թուրքական փոքր Լոզանի պայմանագրի վավերացմանը, գիտեք 1917 թվականին խզել էին դիվանագիտական հարաբերությունները պատերազմի պատճառով, հետո Լոզանում մի առանձին փաստաթուղթ ստորագրվեց ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները։ Իսկ ԱՄՆ-ը 1927-ին մերժեց դա վավերացնելու։ Շատ հստակ պատճառաբանությամբ, որ Ուիլսոնի իրավարար վճիռը ուժի մեջ է։ Հետևաբար դա հակասության մեջ կմտնի ճանաչել Թուրքիային, որը օկուպանտ է հայկական տարածքների, այսինքն խաթարում է ԱՄՆ-ի որոշումները, նաև օրենքը, եւ չվավերացրեց։ Եվ առ այսօր Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների մեջ չկան դիվանագիտական հարաբերություններ։ Ինչքան էլ տարօրինակ թվա։ Չկան այդ հարաբերությունները։ Կա միջգերատեսչական փաստաթղթի վրա 1927 թվականին ստորագրված modus vivendi, որը հնարավորություն է տվել գերատեսչություններին փոխանակել դիվանագիտական ներկայացուցիչներ, որը եղել է Անդրու Գրուն գնաց ԱՄՆ-ի առաջի, այսպես ասած, դեսպանը այնտեղ եւ Ահմեդ Մուխտարը, որը իդեպ, եթե գյումրեցիներ կա, ասեմ Ահմեդ Մուխտարեն զորաբանակի հրամանատարներ, որը հայտնի ջարդերն ու կոտորածները կատարեց Շիրակում։ Մի կեղտոտագույն անձ, որը դառավ առաջի դիվանագիտական ներկայացուցիչը։ Այսինքն մենք ունենք այսօր դե ֆակտո ամերիկա-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, դե յուրե դա բացակայում չկա։